չեք հիշում, բայց Հռոմի ստատուտը, որ վավերացրեցի, մի հատ բրիտանացի լրագրող էր կարծեմ, դրանից հետո Փաշինյանին հարցնում ասում է, հիմա այդ որ դուք վավերացրեցիք, հիմա Պուտինին նկատմամբ էլ Հաագայի դատարանը սանկցիա տվեց։ Հիմա որ Պուտինը գա Հայաստան, դուք իրան կձերբակալեք, ու ինքը չի ասում, չէ, ոնց պիտի ձերբակալենք, չէ, մենք ինքը միշտ կարա գա մի սպասված, օրինակ նորմալ երկրի դիվանագետ ղեկավարը պիտի ասի նա մեզ համար մի սպասված հյուր է, մենք իրան միշտ կընդունենք ոչ միայն արարողակարգով, այլ նաև մեր ազգային հյուրընկալության սովետես պիտի ասի, չէ։ Ասում է Հայաստանը իրավական պետություն է, եւ ես որպես վարչապետ չեմ կարող միջամտել իրավապահ մարմինների գործողություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ասենք մի կողմից գրում ասում է, հեսա պետության համակտենն է, ասե դու ես էլ բան ու նույն օրը ասենք ոստիկանություն Սավեր տունը շրջափակում է։ Փաշինյանը ասում է, որ Հայաստանը իրավական պետություն է եւ ինքը չի կարող ասի Պուտինի գալու դեպքում դատախազային Հայաստանի ինչ-որ որոշում կայացնի։ Պուտինի մոտ կուլտուրի ձակա դա կներեք։ Օրինակ ասենք կարող է ես այդ նկարը պատկերացնում եմ, ասում իր ասելով ոնց կարան, ասենք Պուտինի շարասյունը, որ օթանավականից գա, այդ թայերովն պարեկները կանգնացնեն, ասեն Աուրուսի վարորդ աչք քաշի կանգնի։ Հա։ Ու խուզարկեն մեկ է տենան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կա ու ինքը դրա հետ կապ չունի, ինքը կառավարությունում սպասում էր որ գա, բայց պարզվել է որ քննչական կոմիտեն դատախազի հետ միասին հետո մամուլից իմանումա որ տենց բան ա եղել Պուտինին առևանգել է կամ վերման է ենթարկել։ Հիմա երբ որ արդեն մյուսներն ասում են գիտես ինչ կարող է դու լինես մի հատ ուրիշ ուղղաթիռի ուղևոր, ընդ որում իր համար մեծ բարեբախտություն կլինի որ այդ ուղղությամբ տանեն, որովհետև ամենայն հավանականությամբ իրեն Բաքու են տանելու։ Թո ինքը չմտածի, որ ինքը ուրիշ ուղղությամբ է իր ուղղաթիռը գնալու։ Արայիկ Հարությունյանն էլ էր, չէ՞, Իլհամ Ալիևի բոլոր պահանջները կատարում։ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին իմ խնդրանքով է, պաշտոնից ազատ է, թե Ալիևի ցուցումով։ Արայիկ Հարությունյանը ում պահանջով է հրաժարական տվել։ Այն պահին, երբ որ Ալիևն ասաց Արցախի բոլոր պետական ինստիտուտները պիտի լուծարվեն, դրանք ապօրինի կազմա, այդ վաղտ ինքը հրաժարական տվեց։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանի համար գուցե բայց հիմա Արայիկ Հարությունյանի մահուր է։ Ինչա պատահել։ Որ ուղղաթիռի ուղևորն ա եղել։ Այնպես որ այդ Վենեսուելայի դեպքը Սալավյովը կարող է չորոշի, չգիտեմ Ադրբեջանի հեռուստաընկերության Պետրոսնովը պետքա դրան լսել։ Գնալ Նիկոլ Փաշինյանն ուր են տանելու։ Ընդ Պետրոսն ընդ եկելի, չէ։